1734 թվականի հունիսի 7-ին կայսրուհի Աննա Յոհանովնան հատուկ հրովարտակով արտոնում է հայերին բնակվել դեռևս նոր կառուցվող Օրենբուրգ քաղաքում, առևտրով զբաղվել, հարկ եղած դեպքում ազատորեն եւ անարգել իրենց նախկին բնակավայրերը վերադառնալ։ Հատկապես Աստրախանի եւ Պարսկաստանի վաճառական հայերն են իրենց հետագա գործունեությունն ու կյանքը կապում Օրենբուրգ քաղաքի հետ։ Հայերի թիվն այստեղ ավելանում է ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ Հայաստանից աքսորվում են մեծաթիվ հայ մտավորականներ ու հոգևորականներ։ Արդյունաբերական կենտրոն համարվող այս քաղաք հայերի վերջին հոսքը եղել է 90-ականներին։ Նոր գաղթած հայերի ակտիվ գործունեության շնորհիվ է համայնքը համբավ եւ հեղինակություն ձեռք բերել։ Կայք հաստատելով Ուրալ գետի ափին, Օրենբուրգի հայերը ջանում են պահպանել մայրենին, հայկական ոգին եւ հավատքը։ Շնորհակալ եմ ես Սրբազանին, որ 10 տարի առաջ, երբ որ եկավ մեր հիմքը օծեց, ու ինձ շատ իմաստուն խոսքեր ասեց, մի մտածիր, հրաշքի նման կկառուցվի։ Եվ իրոք, չեմ հավատում, ինչ եմ ճիշտ ասած, չեմ հավատում, որ այս գործողությունը կատարվում է, օծումը կատարվում է, եկեղեցու բացում է։ 2015 թվականին Եզրաստ Սրբազանի օգնությամբ է Օրենբուրգում սկսվել եկեղեցու շինարարությունը։ 9 տարի անց քաղաքի սրտում վեր է խոյացել հոյակերտ հայկական եկեղեցին, որպես հավատարմության վկայություն մեր քրիստոնեական հավատքին ու հայ առաքելական եկեղեցուն։ Աղոթատան օծման առիթով թեմակալ առաջնորդ Եզրաստ Սրբազանը հունիսի 14-ին հովվական երկօրյա այցով Օրենբուրգում էր։ Հայ եկեղեցու պատվիրակության առաջին հանդիպումը Օրենբուրգի եւ Սարակտաշի միտրոպոլիտ Պետրոսի հետ էր։ Ողջունի խոսքում միտրոպոլիտն ասաց, որ ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը վկայված է պատմությամբ եւ իրենց քաղաքում հայկական եկեղեցու կառուցումն ու օծումը այդ բարի ավանդույթների շարունակությունն է։ Հանդիպման ավարտին հոգեվոր առաջնորդները նվերներ փոխանակեցին։ Օրենբուրգի հայ համայնքը ահուհացով դիմավորեց թեմակալ առաջնորդին։ Համայնքի անդամները մեծ ու փոքրով հավաքվել էին եկեղեցու բակում Սրբազան հոր օրհնությունը ստանալու։ Նույն օրը երեկոյան կատարվեց Օրենբուրգի նորակառույց հայկական եկեղեցու նավակատիքը։ Դրամբացիքի արարողությունից հետո հոգևոր դասը աղոթակից հավատացյալների հետ ներս մտավ, որտեղ ջրով եւ գինով լվացին, ապա սրբալույս միրոնով օծեցին 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները։ Օծվեցին նաև եկեղեցու գմբեթի խաչերը, զանգակատան զանգերը, Հայաստանից բերված խաչքարը։ Արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդը։ Հաջորդ օրը հունիսի 15-ին կատարվեց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եզրաստ Սրբազանը օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները եւ եկեղեցին կոչեց Սուրբ Հարություն անունով։ Սրբազան հայրն իր քարոզում նշեց, որ նորաուծ եկեղեցին դառնալու է հոգևոր եւ ազգային կյանքի կենտրոն, որտեղ մարդիկ արժանանալու են ողորմած Տիրոջ օրհնությանը։ Սրբազան հայրը գնահատանք է խոսք ասած եկեղեցու բարերարներին, որոնց ազնիվ հանձնառություններով Օրենբուրգում վերխոյացավ հոյակերտ հայկական եկեղեցին։ 10 բարերարներ արժանացան օրհնության գրերի։ Եզրաստ Սրբազանն առանձնակի գովեստով խոսեց եկեղեցու հիմնական բարերար Աշոտ Օրդուխանյանի նվիրվածության ու եկեղեցասիրության մասին։ Եկեղեցին մենք ենք, մեզնից յուրաքանչյուրն է։ Սա հայ մնալու համար ամենաառաջի օջախն է։ Օտար երկրում ապրելու դեպքում հայ մնալու համար մարդ պետք է կապվածություն ունենա եկեղեցու, հոգևոր աշխարհի, հայկական մշակույթի։ Օծման արարողությանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր։ Ինչ ինձ հիշում եմ, այս եկեղեցին կառուցվում էր ու այս վերջի մի տարվա մեջ շատ բան փոխվեց ու այս իրադարձությունը Օրենբուրգի համար շատ կարևոր, շատ արժանի մի կառուցում է, որովհետև ամեն հայ պետք է ունենա իր փոքր անկյունը ամեն քաղաքում, որովհետև մեր կրոնը մեր համար շատ կարևոր է։ Այսօր մենք եկել ենք մեր խմբով եկեղեցու բացմանը, որ աղջիկների հետ պարենք հայկական պարեր, որ մարդիկ ուրախանան, որովհետև այսօր մեր համար տոն է։ Հայկական տուֆով երեսապատված աղոթատունը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Փարթամ ծառերով շրջապատված եկեղեցու բակը իր մանկական խաղահրապարակով կծառայի նաև որպես հանգստի վայր։ Մոտ ապագայում նախատեսվում է այս տարածքում ունենալ հովվատուն եւ երկհարկանի դպրոց։ Օրենբուրգն ունի մոտ 600,000 բնակիչ, որոնցից 10,000-ը հայեր են։ Նրանք ընդգրկված են տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Քաղաքը, որը սիրով ու ջերմությամբ է ընդունել հայերին, մեկ այլ խորհուրդ եւս ունի։ Այստեղ իր վերջին հանգրվանն է գտել հայ բանաստեղծ հասարակական գործիչ Վահան Տերյանը։
Ուստի պատահական չէ, որ Աղյուսե հին տների կողքին Տերյանի հուշարձանն է, նրա անվամբ կա փողոց ու թանգարան, նաև կրթական կենտրոն ու հասարակական կազմակերպություն։ Մենք ջանում ենք ապրել հոգևոր ազգային լիարժեք կյանքով, ասում է եկեղեցու ատենապետ Գևորգ Սարգսյանը։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Օրենբուրգ։ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ մեկնարկեց եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը, որը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ։ Իրադարձությունները, որոնք հիշատակվում են այս շաբաթվա ընթացքում, առնչվում են 301 թվականին Հայաստանում քրիստոնեության հաստատման հետ եւ տեղի են ունեցել Արարատյան դաշտում, այդ պատճառով էլ շաբաթը ստացել է Արարատյան անվանումը։ Շաբաթը նշանավորվում է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության, ինչպես նաեւ Լուսավորչի վիրապից ելնելու եւ կաթողիկե էջմիածնի տոներով։ Այս օրերին հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարի թանգարաններից ու գանձատնից դուրս են բերվում սրբերի մասունքներն, անփոփոխ մասունքարաններն ու տարվում նրանց անունը կրող եկեղեցիներ։ Հայրապետական թափորի կազմում են նաև աշխարհասփյուռ թեմերից ժամանած միաբանները, որոնք այս օրերին մասնակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում անցկացվող համագումարին։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռքին Սուրբ Հռիփսիմեի աչաձև մասունքարանն է։ Մարդիկ մոտենում էին ստանալու վեհափառ հայրապետի օրհնությունն ու համբուրելու սրբուհու մասունքներն անփոփոխ աչաձև մասունքարանը։ Հայրապետը մասունքարանը հանձնեց լուսարարապետին, որից հետո եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ երգելով ու խնկարկելով շարժվեց դեպի Հռիփսիմե վանք։ Արցախյա ոսկեզոծ աչը պատրաստվել է 18-րդ դարում, սակայն հեղինակի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Տոնական պատարագին տարբեր վայրերից ժամանած հարյուրավոր ուխտավորներ էին մասնակցում, շնորհավորում միմյանց Արարատյան շաբաթվա առիթով։ Արարատյան շաբաթը մեր եկեղեցու տոնածիսական համակարգի մեջ հատուկ տեղ ունի, որով մենք հիշատակում ենք մեր ժողովրդի մեծ դարձի պատմությունը, որովհետև սովոր ենք ասել, որ այո, առաքյալներն են քրիստոնեությունը Հայաստանում առաջինը տարածել, առաջին լուսավորիչները Թադեոս եւ Բարդողոմեոս, եւ շատ ճիշտ է, պատմական փաստ է, բայց հայոց մեծ դարձը, երբ որ մենք ազգովի դարձանք քրիստոնեության, դա տեղի ունեցավ 4-րդ դարում եւ տեղի ունեցավ ոչ թե հենց ուղղակիորեն եւ առաջնահերթ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ, ինչպես որ միշտ ընդունված է ասել եւ դրա մեջ էլ ճշմարտություն կա, բայց դրան նախորդող դեպքերն էին, որ հիմք դրեցին։ Եվ այսօր, երբ որ Արարատյան շաբաթվա առաջին օրն է, երկուշաբթի եւ հիշատակում ենք Սուրբ Հռիփսիմեի նահատակությունը, սա մեզ վերստին հիշեցնում է, որ եթե չլիներ Հռիփսիմեի նախանձախնդրությունը, Հռիփսիմեի վճռականությունը, Հռիփսիմեի սկզբունքայնությունը իր դավանած արժեքները հավատարմորեն պահելու, մենք չէինք ունենալու Լուսավորչի պատմությունը։ Տոնական պատարագը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության միաբան Տեր Շնորհք Վարդապետ Տոնիկյանը մատուցեց։ Հայր Սուրբն անդրադարձավ տոնի խորհրդին։ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրը առիթ է մեկ անգամ եւս անդրադառնալու կույսերի պատմությանը, հիշելու եւ մեծարելու նրանց, ասում են հոգեվոր հայրերը։ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե Մայրապետի հետ Դիոկլետիանոս կայսեր օրոք հալածանքներից փախչելով եկավ Հայաստան։ Պատմիչները նկարագրում են ինչպես է գեղեցկուհին մերժել հայոց տրթատարքայի սերը եւ հավատակից մյուս կույսերի հետ նահատակվել։ Նրանց նշխարները հավաքել ու հողին է հանձնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ապա այդ վայրերում վկայարաններ կառուցել։ Իսկ հետագայում 618 թվականին Կոմիտաս առաջին աղձեցի կաթողիկոսը Սուրբ Հռիփսիմեի վկայարանի վրա կառուցել է Սուրբ Հռիփսիմե վանքը, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ զետեղված է սրբուհու տապանը։ Դերատի օրիորդ Հռիփսիմե անունով, որ մի մատ աղջնակ էր, կարողացավ երկու հսկա տերությունների թագավորների, մի դեպքում կայսր, մյուս դեպքում թագավոր, Դիոկլետիանոս եւ Տրթատ, կարողացավ ընդդիմանալ եւ հակառակվել, որքան էլ որ Ագաթ Անգևոսի ներկայացրած պատմությունը ոմանք փորձեն միֆոլոգիզացված համարել եւ այլ, բայց փաստը մնում է փաստ։ Հռիփսիմե անունով մի աղջնակ, որ երիտասարդ օրիորդ էր, չտրվեց աշխարհի մեծ գայթակղություններին, որտեղ իրեն անպատիվ առաջարկ չէր արվել, բացի հեթանոսությունը, այլ անպատիվ հանգամանք չկար, կայսրուհի պիտի լիներ կամ թագուհի, բայց մարդը իր սկզբունքը Տիրոջը նվիրված լինելու, անձնական կյանք չունենալու եւ Աստծուն ու ժողովրդին ծառայելու, աղոթք անելու իր որոշումը ոչինչի հետ չփոխեց։ Հռիփսիմեի օրինակը մեզ սովորեցնում է
հավատարիմ մնալ սկզբունքներին։ Եվ անկախ նրանից, թե մենք որ ոլորտի մեջ ենք, հոգևորական ենք, դատավոր ենք, քաղաքական գործիչ ենք, զինվոր ենք, թե բժիշկ, բոլոր այս մասնագիտությունները պատշար եմ, ես պատ եմ շարում, հա, բայց այդ պատշարության մեջ ազնիվ լինելու, մաքուր գործանելու տեղ կա։ Ռիփսիմեի օրինակը այդ սկզբունքները պահելու մասին է։ Ռիփսիմյանց կույսերի գործունեության շնորհիվ վաղար շաբաթը դարձել է քրիստոնեության քարոզչության կարևորագույն կենտրոններից մեկը։ Հենց այստեղից է սկիզբ առել հայոց դարձը։ Որպես սրբեր Ռիփսիմեն եւ Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական հայսմավուրքներում։ Սուրբ Ռիփսիմյանց կույսերն այսօր էլ մեծ ժողովրդականություն ու սեր են վայելում։ Այս մասին պատարագին մասնակից ուխտավորների մեծ թիվն է վկայում։ Թափորի հետ միասին եկանք հասանք վանք եւ մասնակցելով Սուրբ եւ անմապատարագին ուզեցանք մեր աղոթքը բարձրացնել առ Աստված, հայցելով սրբերի Սուրբ Ռիփսիմյանց կույսերի բարեխոսությունը, որպեսզի ինչպես իրենք նախանձախնդիր կերպով Տիրոջը ծառայեցին, այնպես եւ մենք կարողանանք մեր հոգեվոր կյանքում ունենանք նման նախանձախնդիր ծառայություն։ Կարողանանք Տիրոջ պատվիրաններին մնանք հավատարիմ, կարողանանք մեկս մեկիս օգնել, սիրել, ինչպես գիտենք ամենամեծ պատվիրանը դա սերն է, եւ սիրելով կկարողանանք մենք պահել գրեթե բոլոր պատվիրանները Տիրոջ։ Պատարագի ավարտին անդաստանի կարգ կատարվեց։ Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյան նորնեց աշխարհի 4 ծագերը։ Մեր երկրի, եկեղեցու եւ ժողովրդի համար հայցելով անսասանություն, խաղաղություն, պտղաբերություն, հոգեվոր ու ֆիզիկական առողջություն։ Սրբուհիների մասունքները վանքում մնացին մինչև երեկոյան ժամերգության ավարտը, որպեսզի բոլորը կարողանան մոտենալ ու համբուրել այն, իրենց հետ տանելով սուրբ մասունքներից բխող օրհնությունը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հունիսի 17-ին կմեկնարկի միաբանական համագումարը։ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում Հայաստանի ու Սփյուռքի աբեղաներ, վարդապետներ կմասնակցեն տոնական շաբաթվա սուրբ պատարագներին եւ համագումարին։ Միաբանական համագումարի մասնակից հոգևորականները հունիսի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ներկաները Վեհափար Հայրապետի անունից ծաղկեպսակ զետեղեցին հուշակոթողի մոտ։ Հոգևորականները ծաղիկներ խոնարեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդում բարեխոսական կարգ կատարվեց։ Միաբանական համագումարի մասնակիցներ նույն օրը այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղկեպսակ զետեղեցին, ծաղիկներ խոնարեցին, հարգանքի տուրք մատուցեցին Կոմիտասի հիշատակին, հոգեհանգստյան կարգ կատարեցին։ Եղիցին կամքո, որպես երկինս եւ երկրի։ Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ 2-3 տարին մեկ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հավաքում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների հոգևոր դասը, մասնավորապես աբեղա վարդապետ, ծայրագուն վարդապետ, որոնք գալիս են իրենց ուխտը նորոգելու, իրենց խոնարհումը բերելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Լուսո խորանին, Իջմյան Սուրբ Սեղանին եւ իրենց հավատարմությունը նաեւ հայտնելու ամենայն հայոց հայրապետությանը։ Այս ժողովները բավականին կարևոր, հոգևոր, ինքնաճանաչողության, հայրենիքի եկեղեցու ճանաչողության առումով մեծ կարևոր ներդրում ունեն մեր յուրաքանչյուրիս կյանքում։ Որպես միաբաններ կարևոր է առիթից առիթ բոլորս համախմբվելու մեր հայոց հողի վրա, մեր Սուրբ Էջմիածնի լուսո կամարների ներքո եւ այս ամենը կազմակերպվում եւ օրհնում է ազգիս Վեհափար Հայրապետի կողմից։ Կոմիտասի գերեզմանի մոտ կատարումներ ներկայացրեց Գեղարդ երգեցիկ խումբը։ Աննա Թամրեզյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Հունիսի 16-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում ընդունեց նորաոց հոգևորականներին, որոնք ձեռնադրությունից հետո 40-օրյա պատրաստության շրջան են անցկացրել Մայրաթորում։
Սեպուհ Աբեղա Ասատրյանը ընդունված կարգի համաձայն նորաոց հոգևորականների անունից իրենց մատուցած Անդրանիկ պատարագների նշխարները հանձնեց վեհապար հայրապետին։ Մայրաթորի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը ներկայացրեց 40 օր առաջ Մայրտաճարում ձեռնադրված հոգևորականներին նորին սրբության հայրական խրատներն ու օրհնությունը խնդրեց ձեռնադրյալների ծառայության նոր շրջանի համար։ Այդ շրջանը շատ կարևոր է նոր ձեռնադրված հոգևորականի համար, հանդիպումներ սրբազան հայրերի հետ, փորձառություն ունեցող մեր ավագ եղբայրների հետ բավականին ոգևորիչ էին, բավականին պարտադրող էին նաև մեզ համար, որ իբրև արդեն իսկ ձեռնադրյալ հոգևորականներ մեր ծառայությունը մեր եկեղեցու հանդասանում իրականացնելու համար։ Նորին սրբությունը կրկին շնորհավորեց հոգևոր հայրերին ձեռնադրման կապակցությամբ։ Իր ուրախությունը հայտնեց, որ ճեմարանական կրթություն ստացած սարկավագներն այժմ շարունակում են եկեղեցական ծառայությունը որպես ամուսնացյալ կամ կուսակրոն հոգևորականներ։ Դյուրին չէ քահանայի առաքելությունը, բայց երբ կա սեր եկեղեցու հանդեպ, Աստված զորացնում է եւ աստվածային միջամտությամբ գտնվում են ելքեր ամենածանր իրավիճակներից։ Շնորհիվ կրթված ու նվիրյալ եկեղեցականների է հայ եկեղեցին կարողանում իրականացնել իր հոգեշահ եւ ազգապահպան առաքելությունը հիմնադրման օրից մինչեւ այսօր, մասնավորապես նշեց հայոց հայրապետը։ Վեհապար հայրապետը կարևորեց, որ Աստծուն, եկեղեցուն ազգին ծառայելու հանձնառությամբ մեր հոգևորականները միշտ առաջնորդել են ժողովրդին ճիշտ ուղով, հույսով ու հավատով լցրել մարդկանց սրտերը վաղվա օրվա եւ ապագայի նկատմամբ։ Փորձությունները շատ են, պետք է քայլել Աստծուն ապավինած եւ ժողովրդի սերը առաջնորդ կլինի դեպի հաղթանակ։ Հանդիպման ավարտին նորին սրբությունը մեկ առ մեկ օրհնեց նորընծաներին, մաղթեց ուժ եւ կարողություն, Աստծո օրհնությունը։ Վեհապար հայրապետը հոգևոր հայրերին նաև ընծաներ տվեց, ձեռաց խաչ եւ մասնատուփ։ Առաջիկա շաբաթներին նոր ձեռնադրված հայրերը կնշանակվեն ծառայության եկեղեցու տարբեր կառույցներում ու թեմերում։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Սասունիք համայնքի Սուրբ Խաչ եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների նախաձեռնությամբ։ Համալիրի մայր եկեղեցին Սուրբ Խաչը գրեթե պատրաստ է։ Ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Ավետարանական տարբեր սյուժեներով խաչքարեր, քանդակներ եւ հարթաքանդակներ կզարդարեն եկեղեցին, իսկ գմբեթի 72 քարե խաչերը Քրիստոսի աշակերտներին են խորհրդանշում։ Թիթեղապատված է ամբողջ գմբեթը չժանգոտվող մետաղով, որպեսզի ջրերը չներթափանցեն եկեղեցու ներսը, ու փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի եկեղեցին դարեր շարունակ լինի կայուն եւ ամուր հիմքերի վրա։ Այս պահին ընթանում են զուգահեռ 3 շինությունների կառուցում, Սրբոց հրեշտակապետած եկեղեցի մոմավառության սրահը, հին հայկական հնձան եւ հոգեվոր մշակութային կենտրոն։ Բացումից հետո հոգևոր մշակութային կենտրոնում գործելու է գանձարան, պատկերասրահ, կրթական դասընթացներ են անցկացվելու եւ ընդհանուր միտում կա օգնել զարգացնել հոգևոր եւ մշակութային կյանքը մարզի եւ ոչ միայն։ Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների համար սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Ունենք մի շարք եկեղեցաշինական եւ նաեւ վանական համալիրների վերականգնման նախագծեր, որոնք այս պահին ընթացքի մեջ են զուգահեռ։ Նոր գյուղ է Սասունիկը 1960-ականներին է ձևավորվել եւ խորհրդային տարիներին այստեղ եկեղեցի կառուցելը անիրատեսական էր։ Սուրբ Խաչը Սասունիկի առաջին աղոթատեղին է լինելու։ Թեմակալ առաջնորդի հետևողականությամբ եւ հովանավոր հայորդիների աջակցությամբ այսօր Արագածոտնի թեմի տարբեր համայնքներում վերակառուցվում կամ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։ Անկախությունից հետո, երբ որ ձևավորվեցին թեմերը, այդ թվում նաեւ Արագածոտնի թեմային 96 թվականին, ընդամենը մի քանի եկեղեցի էին գործում ամբողջ Արագածոտնի թեմում։ Իսկ եկեղեցի մեզ համար պարզապես ոչ միայն աղոթատեղ է, այլ Աստծո հետ հանդիպման վայր է, դա մեր հորտուն է, եկեղեցի մեր բոլորիս մայրն է։
եւ այդ հայրն ու մայրն են նաեւ դաստիարակում ու մեզ պահում մարդկային կերպարի մեջ։ Հայ եկեղեցաշինության ավանդական եւ նոր մոտեցումների համադրմամբ կառուցվող Սուրբ Խաչը ճարտարապետական յուրօրինակ հուշարձան է խոստանում դառնալ, ասում են մասնագետները։ Հովանավորների հոգացությամբ Սուրբ Խաչի համար նաեւ ձեռագործ մագաղաթյա ավետարան է պատրաստվում։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեվոր առաջնորդության նախաձեռնությամբ Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը համատեղ ծրագրի շրջանակում անցկացվում է Աստվածաշնչային գիտելիքի համաբանակային մրցույթ։ Առաջին անգամ ամենամյա Վիկտորինային մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահների ակումբը։ Վիկտորինայի մասնակիցներին ողջունեց եւ բարի երթ մաղթեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա կարևորեց զինվորականի հոգեկերտվածքն ու հոգևոր գիտելիքով զինված լինելը։ Պատանի երկրապահն այսօր մեր ապագան է, մեր ապագա բանակն է, ապագա զինվորն է։ Ու այսօր այս երեխեքնից որ ասում են վաղը մեր սպաներն են, գեներալներն են, հավատով պիտի գնան դրան, որ հայրենիք պահեն։ Աստվածաշնչյան գիտելիքներով զինված դա նշանակում է ոգիդ բարձր լինի, մարտական ոգի գոյություն ունի, չէ՞, զինվորի մոտ։ Այդ մարտական ոգին, երբ որ դու Աստվածաշնչի հետ առնչված մարդ ես, քո ոգին բարձր է լինում եւ քո մտածելակերպն է ուրիշ լինում, ի սեր դեպի հայրենիք։ Մրցույթի մասնակից պատանեկան 8 թիմերն իրենց հրամանատար մարզիչների, եկեղեցու պատմության ուսուցիչների եւ գնդերեցների օգնությամբ 2 ամսում սերտել էին Սուրբ Գրքի շտեմարան զինվորի համար ձեռնարկը, վերհիշել քրիստոնեական հավատքին վերաբերող կարևոր անցքերն ու իրադարձությունները։ Ճիշտ պատասխանն է տարբերակ B, նրանք մերժում էին ուտել թագավորական կերակուրներ։ Աստվածաշունչը փոխակերպում է զինվորի կյանքը ծրագրի նպատակն է Սուրբ գրային սերտողության եւ ինտենսիվ խաղի միջոցով ամրապնդել զինվորների քրիստոնեական գիտելիքները, հետաքրքրությունը Աստվածաշնչի հանդեպ եւ կիրառելի դարձնել այդ գիտելիքները առօրյա կյանքում։ Այս մրցույթի արդյունավետությունը ավելին է, որովհետեւ իրենք են ուզում, ցկտում, նույնիսկ արդեն տարվա սկզբից հարցնում են այս տարի ծրագիրը իրականանա, թե ոչ, շահագրգռվածությունը շատ մեծ է, հենց կոնկրետ Վիկտորինա մրցույթի հետ կապված, որից հետո այդ ձեռնարկները անշուշտ մնում են իրենց մոտ, նաև Սուրբ գրքեր ենք նվեր տալիս, այսինքն շարունակվում է այդ ալիքի պես, նաև մյուսներն են վերցնում։ Անցյալ տարի նույնիսկ դեպքեր եղավ, որ սկսեցին իրենք իրար մեջ կազմակերպել, կամ դպրոցում, այս տարի խնդրել են Կիրակնորիա դպրոցներից երկու, որ այդ գրքերից տանք իրենք իրար մեջ այդ մրցույթը կազմակերպեն։ Շատ լավ են անցնում մեր բոլոր օրերը այնտեղ, նաև ճամբար գնալը։ Մենք այնտեղ սովորում ենք թիմային աշխատանք, միմյանց մասին ավելի շատ բաներ ենք իմանում, տեղեկություններ ենք իմանում։ Ինչի մասին որ չգիտեի, իմացա ու ուրախ եմ, որ մեր պատմության, Աստվածաշնչի կտակարանների մասին այդ ամեն ինչը գիտեմ արդեն։ Չեմ կարող ասել, որ շատ բարդ է եղել։ Բարեփոխումների ընթացքում, որոնք շաբաթական 2-3 անգամ անցկացվել են, թե on-line, թե off-line ձևաչափերով, շատ ակտիվ, շատ արդյունավետ եմ ես գնահատում, անցկացվել են շատ մտերմիկ մթնոլորտում, երեխաները, մեր պատանի երկրապահները, հիմնականում ավելի փոքր տարիքային խմբի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ պատրաստվել են մրցույթին։ Թեժ պայքարում առաջին 3 տեղերը զբաղեցրած Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի թեմերն Աստվածաշնչյան ընկերության կողմից պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Աստվածաշնչի բառարաններով եւ Շուշան Վարդենիի գրքերով։ Զինված ուժերի հոգեվոր առաջնորդության կողմից Տեր Ենով Քահանա Եսայանը Վիկտորինայի բոլոր մասնակիցներին նվիրեց զինվորյալ հոգեվորականներ, զորավոր սրբեր գրքերը, ինչպես նաեւ նոր կտակարաններ եւ աղոթագրքեր։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։